Եվրոպացի քաղաքական չինովնիկները նրբանկատություն ունեն եկեղեցու նկատմամբ այս հարձակումների մասով։ Ինչի օրինակ Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ն մի քիչ այս օրակարգը մի կողմ թողել։ Ինչու՞։ Որովհետեւ եվրոպացիների սրտով էլ չի սա։ Հակառակ դեպքում նա եթե եվրոպացի կասեին ամեն ինչ օքեյ է, գնացեք եւ ոչնչացրեք ձեր եկեղեցին, կանեին դա առանց խնդրեմ, օրինակ տեսեք, իրենք ասում են ընդդիմության նկատմամբ ինչ ուզում եք արեք, խնդիր չկա, սրանքի ինչ այլանդակություն ասես անում են։ Ասել են կարող եք ստել, կեղծել, թվեր բերել, խոստումներ տալ, որևէ խնդիր չկա, դու կարող եք դա անել, սրանք դա անում են։ Եկեղեցու մասով կա բավականին նուրբ մոտեցում։ Դրանով է պայմանավորված, որ հիմա մի քիչ ֆուլասել են, զսպվածություն կա, ավելի ճիշտ բառ օգտագործեցիք, մի քիչ զսպվածություն կա, բայց իհարկե սա չի վերացրել են այլանդակ հնարավորությունը, որ իշխանությունը գործադրում է եւ փորձում է այս ընտրություններից հետո Աստված չանի, եթե մնաց իշխանության, ոչնչացնելու է հայ առաքելական եկեղեցին հիմնովին, ընդդիմադիր դաշտին ընդհանրապես բոլորին պատասխանատվության տանելու, չգիտեմ, քրեական կեղծ հոդվածներով նստեցնելու մասն էլ չասած։ Իհարկե Եվրոպան կանաչ լույս է տվել Նիկոլին եւ իր թիմին, բայց չի ասել, որ այդ կանաչը միշտ վառված է։ Այդ կանաչը հիմա արդեն տեղափոխվել է դեպի դեղին եւ շուտով կլինի արդեն կարմիր։ Եվ այդ կարմիրի հիմնական շարժառիթը լինելու է այս այլանդակ միջավայրը, որ այս մարդիկ ստեղծել են Հայաստանում։